Վարքի մասնակիցներ դատարան լսելով կողմերի կարծիքը որոշեց Արամ Ռուբենի Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափանմիջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ որպես տնային կալանք կիրառված խափանմիջոցի ժամկետը լեռանալուց հետո 2025 թվականի նոյեմբերի 25-ից հետո որպես խափանմիջոց նաև կիրառել համակցված բացակայելու արգելքի հետ վարչական հսկողությունը, որի ընթացքում վերջինս պարտավոր է չփոխել իր բնակության վայրը եւ առանց վարույթի իրականացնող մարմնի թույլտվության չփոխել այն, յուրաքանչյուր օր ժամը 21:00-ից մինչև ժամը 8-ը չբացակայել իր բնակության վայրի, չլքել բնակության վայրը, տարածքը եւ շաբաթը մեկ անգամ գրանցվել իրավասու մարմնում, այսինքն պրոբացիայի ծառայությունում։ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ արձանագրված դատանի կողմից նախորդ դատականությունում տնային կալանքի հիմքերը նվազել են, խոչընդոտելու հանգամանքն է առկա, որպեսզի պայմաններում տվյալ խափանմիջոցները դատանի կողմից մատնանշված կարող են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Բացի այդ նաև մեղադրյալին արգելել նաև մարդաշատ վայրեր այցելել։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեակադատանան ստանալուց հետո 10 օրյա ժամկետում։ Այսինքն տնային կալանքը նոյեմբերի 25-ից հետո 26-ից սկսած փոխել է վարչական հսկողության, բացակայելու արգելքը մնալու է անփոփոխ։ Սահմանափակումները ես արդեն նշեցի։ Պարզ է կողմին։ Պարզ է։